Ելք պատգամավորական խմբակցության անունից ձայն է խնդրում պատգամավոր պարոն Նիկոլ Փաշինյանը։ Խնդրեմ, պարոն Փաշինյան։ Շնորհակալություն։ Տիկնայք եւ պարոնայք, ելք խմբակցությունը ազգային ժողովի նախագահի տեխնացու է առաջադրել Էդմոն Մարուքյանին եւ այս ֆոնին ես ուզում եմ ընդգծել, որ վերջին տարիներին անդադար եւ անընդմիջում Հայաստանի բոլոր պետական քաղաքական ամբիոններից հնչում է հակակշիռների եւ զսպումների անհրաժեշտության մասին հայտարարություններ։ Սրա մասին խոսում են բոլորը, թե ընդդիմությունը եւ թե իշխանությունը։ Բայց փաստն այն է, որ այդ բազմաթիվ ելույթների ֆոնին եւ այդ բազմաթիվ ելույթներից հետո Հայաստանի իշխանության ներսում հակակշիռների եւ զսպումների իրական մեխանիզմներ չկան եւ գոյություն չունեն։ Ընդհանրապես նախատեսված է, որ ամենակարևոր հակակշռող եւ զսպող գործոնը կենտրոնը պետք է լինի ազգային ժողովը։ Բայց վերջին տարիների եւ ընդհանրապես երրորդ հանրապետությունում հաստատված ավանդույթի համաձայն ազգային ժողովը ոչ միայն հակակշիռ չէ, այլև շատ հաճախ եւ շատ արագ դառնում է գործադիր իշխանության կցորդը եւ սրա օրինակները մենք տեսել ենք։ Եվ շատ դեպքերում ազգային ժողովին Բաղրամյան 26-ից են հուշում, օրինակ կառավարությունը լավ աշխատում, թե վատ աշխատում, պետք է նրան հեռացնել, թե պետք է նրան պահել եւ այլն։ Հիմա ազգային ժողովին այս ոչ այնքան պատվաբեր դերակատարումից հանելու լավագույն ձևը ընդդիմադիր ազգային ժողովի նախագահ ունենալն է։ Եվ սա մի քայլ է, որը գործնականում կապացուցի, որ մենք եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում կա քաղաքական կամք իշխանության ներսում եւ ընդհանրապես քաղաքական համակարգում ունենալ հակակշռումների եւ զսպումների մեխանիզմներ։ Այսօր առավոտյան, եթե սխալ չեմ տեղեկացել, Սերժ Սարգսյանը այս ամբիոնից ասել է, որ կարևորագույն կամ մարդու իրավունքների հետ կապված պաշտոններում ընտրեք նրան, որը ոչ թե թիմակից է, այլ ընտրեք նրան, որը առավելագույնս լավ կկատարի այդ աշխատանքը։ Հիմա ուրեմն այդ խոսքերից ընդամենը մի քանի ժամ է անցել, մանավանդ հարց ու պատասխանի ընթացքում պարզվեց, որ պատգամավորները հարց տվող բազմաթիվ ազգային ժողովի նախագահի դերակատարումը տեսնում են նաև հատկապես մարդու իրավունքների ոլորտում, մենք հիմա կտեսնենք կամ կփորձարկենք, թե ինչ արժեք ունեն ընդհանրապես հանրապետական կուսակցության ներկայացուցիչների կողմից հնչող խոսքերը։ Ես անկեղծ ասած Արա Բաբլոյանին վերաբերում եմ շատ մեծ հարգանքով, նա հայտնի մանկաբույժ է, երկարամյա ազգային ժողովի պատգամավորի փորձ ունի, կառավարությունում է աշխատել, բայց անկեղծ ասած ես այսպես մշակութային շոկ ապրեցի, երբ պարզվեց, որ պարոն Բաբլոյանը պատգամավոր եղած ժամանակ քվեարկել է ուրիշի փոխարեն։ Անկեղծ ասած, որ ուրիշը որևէ մեկը ասեր դրա մասին ինձ, ես դրան չէի հավատա, նույնիսկ սեփական աչքով տեսնեի, դժվարությամբ կհավատայի, բայց որ պարոն Բաբլոյանը ինքն է ասում, որ այդպիսի բան եղել է, շատ ցավալի, իսկապես ինձ համար անսպասելի էր։ Որպես մանկաբույժ, իրոք Արա Բաբլոյանը Հայաստանի Հանրապետությունում հռչակավոր մանկաբույժ է։ Եվ ես կարծում եմ, որ Արա Բաբլոյանի ազգային ժողովի նախագահ ընտրվելու պարագայում մանկաբուժությունը շատ մեծ վնաս կկրի, եթե չասենք, որ կորուստ կունենա, որովհետև այդ աշխատանքը ազգային ժողովի պատգամավորի աշխատանքի հետ ներողություն, նախագահի աշխատանքի հետ համատեղելի չի։ Ես կարծում եմ, որ Էդմոն Մարուքյանի ազգային ժողովի նախագահ ընտրվելու պարագայում մանկաբուժությունը որևէ կորուստ եւ վնաս չի ունենա, իսկ ընդհակառակը իրավապաշտպան գործունեությունը, մարդու իրավունքների վիճակը Հայաստանում, պետական հակակշիռների ստեղծումը, պետական կառավարումը եւ ազգային ժողովի դերի բարձրացման առումով մենք կունենանք իրավիճակի էական
փոփոխություններ։ Այստեղ խոսվեց, որ շատ կարևոր է, որ Էդմոն ազգային ժողովի նախագահը ներկայանալի լինի միջազգային հարթակներում։ Ես Էդմոն Մարուքյանի տեխնացություն ներկայացնելիս արդեն ասացի, թե նա ինչպիսի միջազգային մակարդակի կրթություն է ստացել, տիրապետում է մի քանի լեզուների, միջազգային իրավապաշտպան շրջանակներում հայտնի է որպես իրավապաշտպան եւ վերջին տարիների նրա падգամավորական գործունեության արդյունքում նա ըստ էության Հայաստանի ամենահայտնի падգամավորներից մեկն է, ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը, ով իր գործունեության ընթացքում ապացուցել է քաղաքական գործունեության մեջ արդյունավետ եւ հավասարակշռված լինելու հնարավորությունը։ Այստեղ ասվեց, որ շատ կարևոր է Ղարաբաղի հարցի կոնտեքստում, շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահը լինի մարդասիրական մասնագիտության տեր։ Այո, ես կարծում եմ, որ մանկաբույժի մասնագիտությունից պակաս մարդասիրական չէ մարդու իրավունքների պաշտպանի մասնագիտությունը, որովհետև ինչպես արդեն ասացի, Էդմոն Մարուքյանը իրավապաշտպան չէ։ Եվ այս առումով ես կարծում եմ, այո, հանրապետական կուսակցությունը հենց ձեր նշած շահերի տեսանկյունից հնարավորություն ունի ցույց տալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տարբերությունը, ինչը դուք ամեն անգամ կամ մենք բոլորս ամեն անգամ ուզում ենք անել։ Եվ երբ որ ասում եք, որ չկա աշխարհում նախադեպ, որ փոքրամասնության ներկայացուցիչը ընտրվի ազգային ժողովի նախագահ, եւ ուզում եք ցույց տալ Հայաստանի եւ Ադրբեջանի տարբերությունը, Ադրբեջանում ես երաշխավորում եմ փոքրամասնության ներկայացուցիչը չի կարող լինել ազգային ժողովի նախագահ, խորհրդարանի նախագահ։ Հիմա ապացուցեք, որ Հայաստանի Հանրապետությունում կարող է, ստեղծեք այդ նախադեպը եւ երաշխավորում եմ միջազգային բոլոր լրատվամիջոցները 15 օր կխոսեն Հայաստանի մասին։ Եվ այն պետական բյուջեից, բյուջեի կատարողականներում կարդում ենք Հայաստանը գովազդելու ծրագիր 5 միլիոն, 10 միլիոն դոլար, հոլովակ նկարենք, չգիտենք ինչ անենք, այս մարդուն հրավիրենք, ոչ մեկին պետք չի հրավիրել։ Կա տեխնացու, կա ազգային ժողով ընտրեք եւ 15 օր անվճար Հայաստանի Հանրապետությունը կգովազդվի բոլոր միջազգային հարթակներից որպես ահա այսպիսի պետություն, որտեղ տեղի է ունենում այն, ինչ անհնար է օրինակ նույն Ադրբեջանում։ Հետևաբար Տիկնակ եւ պարոնայք, ընդհանրապես էլի եմ ասում, ես հակակշիռների թեման հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից այնքան ենք լսել, որ հիմա կարծում եմ լավագույն շանսն է, որպեսզի խորհրդանական մեծամասնությունը եւ ոչ միայն մեծամասնությունը ապացուցի, որ ինքը հավատում է իր ասածներին, որովհետեւ մեր պաշտոնյաների ելույթներ լսելիս երկու տարբերակ է, կամ ընդհանրապես ելույթից առաջ իրենք մի ամիս գնում են բոլորովի ուրիշ երկրում, եվրոպական, սկանդինավյան երկրներում են ժամանակ անցկացնում, կամ նրանց ռեֆերենտները ապրում են այնտեղ եւ ելույթները գրում եւ ուղարկում են այնտեղից։ Առավել եւս, որ 2012 թվականին, եթե չեմ սխալվում, հանրապետական կուսակցությունը հանդես էր գալիս հավատանք, որ փոխենք կարգախոսով։ Հիմա այդ ընտրություններից 5 տարի անց հռետորական եւ ոչ միայն հռետորական հարցը հետեւյալն է. Հավատում եք արդյոք ինքներդ ձեր ասածներին եւ հավատում եք արդյոք, որ դուք որևէ բան փոխելու ընդունակ եք։ Այդ հարցի պատասխանը ես չեմ պատրաստվում տալ, այդ հարցի պատասխանը կտա ձեր քվեարկությունը ազգային ժողովի նախագահի ընտրությունների ժամանակ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։